Պատահական չէ, որ այս ընտրությունների տարում իշխանությունը պետք է գործադրի իր ողջ գործիքակազմը, որպեսզի շարունակի մեղադրել նախկիններին, իսկ իրենք իբրև մաքուր ձեռքերով իշխանություն ոչ մի բանի մասին տեղեկություն չունեն եւ ապշահար լսում են ու սկսում են դատապարտել նախկինների կատարած հանցագործությունները։ Մի իշխանություն, որ արդեն 8 տարի է իշխանության է, մի իշխանություն, որը այս 8 տարիների ընթացքում որևէ ազգային պետական մակարդակով դրական շոշափելի արդյունք ցույց չի տվել, բայց տեմպով հետևողականորեն փորձում է նախկիններին վերագրել դարի հանցագործությունները եւ ոչ ավել ոչ պակաս օգտագործվում են բառապաշարներ, իմ կարծիքով նույնիսկ դաստիարակությունից էլ դուրս բառապաշարներ, որոնք ուղղակի անթույլատրելի են, հատկապես այս ամբիոնից, երբ որ հնչեցվում են։ Էլ գող, էլ ավազակ, էլ ինչ բառեր, սա այն դեպքում, երբ որ այդ նշված դեպքերի վրա ոչ միայն որևէ դատական ակտ չկա, այլ նույնիսկ այդ ապացույցների 80-90%-ը հետագայում պարզվում է, որ ընդհանրապես առնչություն չունի այդ նկարագրված արարքների հետ։ Բայց կարևորը դա չի, կարևորը այս պահին հնչեցնել անուն։ Նստած այնտեղից հայտարարվում է Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիա եւ Նիկոլ Փաշինյանի ֆրակցիա, հետո եթե ձեզ դուր է գալիս անձնավորումը ֆրակցիայի, դա նշանակում է դուք արհամարում եք նաև ընտրողներին։ Տիկին Հակոբյան, մի ընդհատեք համել։ Հիմա տեսեք, մի քանի հետաքրքիր դրվագներ եմ ուզում ներկայացնել։ Ընդհանրապես իշխանության վարքագիծը, սիրելի հայրենակիցներ, սիրելի երեխաներ, շատ կարևոր է, որպեսզի դուք ինքներդ տեսնեք, զգաք, որտեղ դուք նաև ապագա հանրային գործիչներ եք լինելու, քաղաքական գործիչներ եք լինելու, դա Աստված, որ չառնչվեք այսպիսի բախումների, որ Հայաստանի ազգային ժողովի, ներկայազգային ժողովում տիրում է, բայց շատ կարևոր է, որ հասկանանք իշխանության գործողության բանաձևը։ Ինչ է ասում իշխանությունը։ Ընտրել է գործիք, երկու գործիք։ Մեկը, այսպես ասած, պետական մարմիններն են, որոնք որ կոնկրետ օրենքի շրջանակներում, քրեական օրենսդրության շրջանակներում իբր բացահայտում են հանցագործություններ եւ ներկայացնում են մեղադրանքներ։ Այս բոլոր մեղադրանքները պետք է գնան դատարանում եւ դատարանում հաստատվեն, որից հետո նոր համարվեն, որ այդ անձը կոռուպցիոներ էր, թե ոչ։ Եվ կա երկրորդ մեխանիզմը, այսպես կոչված ապօրինի գույքի բացահայտման մեխանիզմը, որը ընդհանրապես կարող է առնչություն չունենալ հանցագործության հետ, բայց ապօրինի գույք եւ եկամուտ դիտվի։ Ուրեմն այս երկու մեխանիզմը ինչպես է գործադրում իշխանությունը, շատ պարզ ձևով։ Քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի, որոնց ղեկավարների նշանակում է կառավարությունը, որոնք մշտապես գտնվում են կառավարության նիստերի դահլիճում եւ պարբերաբար էլ զեկուցում են կառավարության ղեկավարին, կատարում են կոնկրետ գործողություններ։ Գտնել նախկիններին եւ նրանց վրա գրել ինչ հնարավոր է։ Կոռուպցիոն բնույթի ինչ հանցագործություններ հնարավոր է։ Գրեք, հրապարակեք, մնացածը թողեք արդեն քաղաքական ուժի այս դահլիճում նստած հարուստ բառապաշարի տեր գործընկերներին, որոնք կելնեն եւ կդատապարտեն ու կներկայացնեն դարի հանցագործությունը այդ անիցիալ նախկինների նկատմամբ։ Եվ պատահական հարց չտվեցի ես հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, երբ որ ասեցի, խնդրում եմ բացատրեք, այդ որ ասում եք նախկին պաշտոնատար անձ, այդ նախկինը ո՞նց եք որոշում։ Նախկին 18-ից առաջ, նախկին քրեական վարույթը սկսելուց առաջ, մեղադրանքը առաջադրելուց առաջ, դատարան ուղարկելուց առաջ ով են այդ նախկինները։
Մի հատ նկարագրեք, մի հատ մեթոդաբանություն գրեք։ Ասեք այս սրանք են։ Կարակ չգրեք։ Կարող եք ասել, որ բոլոր նրանք, ովքեր որ ԿՊ-ական չեն, հարց չկա, դա էլ է բացատրություն։ Բայց ասեք, բայց չէ, այտենց որ լինի, մի վարքյան, եթե այտենց լինի, այսինքն այս հաղորդումը ներկայացնելու պահին, ուրեմն բոլորն են նախկին։ Չի կարող այդպես լինել, որ ասում ես 800 էսկան քրեական վարույթ, էսկան անձի նկատմամբ, այդ թվում նախկին պաշտոնյաների։ Եթե այս պահին է ներկայացնում, բոլորը նախկին են, որտեղ կոռուպցիոն հանցագործությունների մասով չի կարող անձին մեղադրանք ներկայացվի, այդ անձը շարունակի պաշտոնավարել, մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը։ Առնվազն կասեցվի նրա լիազորությունը։ Բայց այս մեթոդաբանությունը ոչ մի նշանակություն չունի եւ երկրորդ դրվագը, երկրորդ մեխանիզմը արդեն, որը ամենափայլուն մեխանիզմն է, որ գործադրում է այս իշխանությունը, ապօրինի գույքի կամ եկամուտների, այսպես ասած, բացահայտման մեխանիզմ։ Ուրեմն ես մոտավորապես ուսումնասիրել եմ 35 գործ տարբեր այս տիպի գործերից։ Ուրեմն 35 գործից 30-ում վերագրվող գույքի 80-ից 90%-ը կապ չունի այդ մարդկանց հետ։ Եկամուտները, որպես կանոն, այնքան մեծ եկամուտներ են ներկայացնում, որոնք կապ չունեն այդ մարդկանց հետ, համենայն դեպս փաստարկներով, որ ներկայացվում են, կապ չունեն այդ մարդկանց հետ։ Ինչպես է շարժվում դատախազությունը այ կոնկրետ ապօրինի գույքի մասով։ Եվ ապշահարմի նայեք, մեծամասնության հարգելի գործընկերներ, որովհետև այդ ուխտը ձեր դռանն է, ինչպես ասում են, չոքելու։ Ինչ է ասում դատախազությունը։ Ասում է, քանի որ 90-ական թվականների համար իմ համար պարզ չի, թե քո եկամուտը որտեղից է, հետևաբար այդ եկամուտը ապօրինի է։ Եթե դու օրինակ 5000 դրամի եկամուտ ցույց չես տվել, թե աղբյուրը որտեղից է 90-ականներին, դա ոչ միայն ապօրինի է, այլ դրա հետագայում ստեղծված ամբողջ եկամուտը նույնպես ապօրինի է։ Եթե ուշադիր նայեք այդ գործերի մեջ, այնքան շատ են copy-paste արված դրվագները, որ չեն խուսափել, անգամ երկու տարբեր գործ վերցնում ես իրար հետ, մեկի գործի մեջ գրված է այն մյուսի գործի անունը։ Այսինքն այդքան անփույթ են վարվում։ Եվ այս անփութությունը ոչ միայն չի շտկվում, այս անփութությունը տեղափոխվում է հանրային հեռուստաընկերություն, դառնում է ռեպորտաժ, մի հսկայական թիմ աշխատում է եւ ներկայացնում է դարի կոռուպցիոներներին, դարի հանցագործներին։ Ու դրանց հետո շատ ավելի հեշտ է դառնում այս ամբիոնից մեր կապարանոց հայտարարություններով հանդես գալը։ Բացահայտվել է այսքան ապօրինի եկամուտ, բացահայտվել է այսքան հանցագործություններ, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Հեշ կարևոր չի, որ այս ազգային ժողովի падգամավորը դատավոր չէ, ոչ էլ հիմնվում է դատական ակտի վրա։ Կարևորը իրենց սիրած քննչական մարմինների դատախազության հայտարարություններն են։ Այդ հայտարարությունները իրենք առաջ կտանեն, կդատապարտեն, որպեսզի ընտրողների համար հաճելի խոսքեր հնչեցնեն։ Պարոն Ռուբինյանը ասում է, դե պատկերացրեք ազգային ոգով եւ այլն, մի հատ հսկայական sense նախադասություն է ասում ու հաջորդ օրերին էլ շարունակում է այդ ոճը արտահայտման։ Սա խոսում են մասին, որ իսկապես կամ դուք պետական ինստիտուտներից բան չեք հասկանում, կամ հատուկ հասկանալով ոչնչացնում եք պետական ինստիտուտները։ Չի կարող падգամավորը իրեն վերագրի դատավորի ֆունկցիա։ Չի կարող ազգային ժողովի փոխնախագահը կատարի հաստատական պնդումներ մի երևույթի մասին, որը որ դեռ պետք է անցնի դատական գործընթաց, պետք է հաստատվի։ Չի կարող ազգային ժողովի падգամավորը այս ամբիոնից կատարի հայտարարություններ, որի պատասխանատվությունը հետագայում պետք է կրի, եթե չի գիտակցում, որ կրի, առավել ևս ինքը պետք է падգամավոր չլինի։ Հակառակ դեպքում
Գիտեք, այնքան բաներ կարելի է ելնել այս ամբիոնից եւ ասել։ Բայց հասկացեք, հասարակությունն է լսում ձեզ։ Դուք հասարակության ներկայացուցիչներն եք, ոչ թե նեղ Պարոն Մինասյան, ավարտեք։